Այս գեղանկարը, որն արժանացել է Վահան Թեքեյան միջազգային մրցանակաբաշխության մրցանակին կերպարվեստ անվանակարգում, կոչվում է Սանահին։ Հեղինակը մեր նշանավոր հայրենակից, երաժիշտ, պրոդյուսեր եւ նկարիչ Ստաս Նամինն է։ Սանահինը նրա համար առանձնահատուկ է, դա իր նախնիների հայրենիքն է։ Այնտեղ է ծնվել Նամինի նշանավոր պապը, խորհրդային շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանը։ Ես զբաղվում եմ գեղանկարչությամբ վաղուց։ Իմ առաջին ուսուցիչը Մարտիրոս Սարյանն է։ Իսկ հիմա ես ցուցահանդեսներ ունեմ աշխարհի տարբեր ծայրերում, ԱՄՆ, Եվրոպա եւ այլն։ Ստաս Նամինը մեծ հարգանքով է խոսում Թեքեյան կենտրոնի գործունեության մասին եւ կարեւորում է այս մրցանակը։ Ես Հայաստանում ունեի մրցանակ իմ երաժշտական գործունեության համար։ Հիմա արդեն ունեմ գեղանկարչական աշխատանքներիս համար։ Ընդհանուր առմամբ այս տարի Թեքեյան մրցանակաբաշխության ուղղությունները 4-ն էին՝ գրականություն, հայագիտություն, կերպարվեստ եւ դեկորատիվ կիրառական արվեստ։ Մենք խիստ կարևորում ենք, ինչպես դուք քիչ առաջ նաեւ նշեցիք, որ այն ավանդական է։ Գիտեք, հանակ բան չի 31-րդ անգամ եւ ամեն տարի։ Փաստորեն կորոնավիրուսի հետ կապված ընդհանրապես մեկ անգամ եղել է ընդմիջում, եկեք համաձայնենք, որ դա հարգելի պատճառ էր եւ 200-ից ավելի մրցանակակիրներ մեր արվեստի մշակույթի մեծագույն անուններ եւ դրա հետ միասին երիտասարդներ։ Լավագույններին ընտրեց լավագույններից կազմված ժյուրին, հաղթողները կստանան $1000 ԱՄՆ։ Աշխատել ենք եւ աշխատում ենք, որպեսզի այնպիսի հեղինակություններ լինեն, որ բոլոր մնացյալը, ովքեր չեն ստացել, բայց մասնակցել են։ Իսկ դա նույնպես շատ կարևոր հանգամանք է, նրանք ընդունեն, որ տրվեց արժանի մրցանակ։ Հայագիտություն անվանակարգում մրցանակ ստացավ Բիգրիտ Կոֆլեր Բետշարտը Նեմեսիսին նվիրված «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի համար։ Երեկոն լի էր նաև արցախյան շնչով դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում մրցանակ ստացավ Արցախ կարպետ ընկերությունը Շուշիի Ծաղկեփունջ գորգի համար։ Իսկ արցախցի բանաստեղծ Հերմինե Ավագյանը պարգևատրվեց իր Կապույտ տանիքներ ժողովածուի համար։ Բագրատ Նազարյան հատուկ մրցանակի է արժանացել պատմաբան քաղաքագետ Արմեն Այվազյանի հայոց զորքը Արցախում 1722 թվականից 1735 թվականը գիրքը։ Մեր հարցին ո՞րն է Այվազյանի աշխատության պատմական դասը ժամանակակիցներին, հեղինակը պատասխանեց. Երբ դիմադրում ես, դու գոյության հնարավորություն եւ շանս ես ստանում։ Երբ չես դիմադրում, ցեղասպան թշնամիները քեզ հեշտությամբ կոտորում են, արտաքսում են, ստրկացնում են եւ թուրքացնում են։ Սա է դասը։ Ուրեմն պետք է դիմադրել բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով։ Այնպես ինչպես տեղի ունեցել 1720-ականներին, երբ հատկապես Արցախում եւ Սյունիքում ստեղծվեցին ազգ-բանակ մոդելով ռազմաֆեոդալական պետական կազմավորումներ։ Եվ մեծ հաջողությունների հասան փաստորեն Օսմանյան կանոնավոր ուժերի դեմ նրանք կարողացան դիմադրել 1 տասնամյակ։ Սա պետք է օրինակ ծառայի նաև մեզ, որպես մի վառ այսպիսի եւ գաղափարական եւ բարոյական եւ քաղաքական ուղղություն, դիմադրությունը դա հենց այդպիսի ուղղություն է, բոլոր առումներով այն կարևոր է եւ առանց դիմադրության մենք հայտնվելու ենք ահա այն վիճակում, որում հայտնվել ենք այսօր։